Կոնյակագործներն ու բեռնափոխադրողները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի դեսպանատան դիմաց հանդիպում պահանջել դեսպանի հետ։ Հարցնում են ինչու են Ռուսաստան կամ մերձբալթյան երկրներ արտահանվող ալկոհոլային խմիչքները, հիմնականում կոնյակը, տարանցիկ երկրում Վրաստանում ստուգումների ենթարկում։ Ինչ իմաստ կա բեռնատարներն օրերով կամ շաբաթներով պահելու, փորձաքննության ուղարկելու, եթե խմիչքը Վրաստանում չի վաճառվելու։ Դեսպանատան ներկայացուցիչը դուրս է եկել խնդրել ցուցակ ներկայացնել, թե որ ընկերություններն են հավաքված։ Երկու շաբաթ առաջ են դիմել էկոնոմիկայի նախարարություն, բայց ալկոհոլային խմիչքով բեռնված իրենց մեքենաները դեռ տարանցիկ Վրաստանում շաբաթներ, մի քանիսն էլ ամսից ավելին կանգնած են։ Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հանդիպել են դեսպանի հետ, խոստացել են, որ մոտ ժամանակներս կլինի 10 րոպեից թե 2 օրից պաշտոնական Թբիլիսին հայտարարություն կանի։ Հստակ ժամկետներ չեն հայտնել, թե ինչ հայտարարություն կլինի, ոչ ոք չգիտի։ Դեսպանն ասել է, որ դիմել են պաշտոնական Թբիլիսիին եւ սպասում են պատասխանի։ Վրաստանում փորձել են կապ հաստատել Հայաստանի դեսպանության հետ Վրաստանում։ Այո, ես անձամբ ինքս զանգել եմ, փորձել եմ ներկայացնել իրավիճակը, ստեղծված իրավիճակը, ակնկալելով պարզաբանումներ, ակնկալելով լսել պատճառաբանումներ, իհարկե նրանք ասեցին ընդամենը, որ նույնիսկ իրենք տեղեկացված չեն, դե արդեն հիմա տեղեկացված են։ Դա որովհետև բխում է ոչ թե միայն Պրոշյանի կոնյակի գործարանի շահերից, դա բխում է ողջ ազգի շահերից, որովհետև արտահանելով ապրանքը դա ոչ միայն գործարանին է օգուտ բերում, այլ ամբողջ ազգին։